Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես այսօր մայիսի 28-ն է Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը, Հանրապետության օրը։ 1918-ի հենց այսօրն է Հայոց ազգային խորհուրդը հայտարարել անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Հայ ժողովուրդը վճռական այո է ասել գոյության իրավունքին։ Ծանր մաքարումների գնով Բաշապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով է ձեռք բերվել երկար սպասված պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր, արտգործնախարարը Ալեքսանդր Խատիսյանը, ներքին գործերի նախարարն Արամ Մանուկյանը։ Ցավոք առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակն օկուպացրեց Հայաստանն ու այն հռչակեց խորհրդային հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 91 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով։ Օրվա առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 10-ից մեկնարկել էր զորահանդես։ Տարբեր տեսակի անօթաչուների ներդրումը զինված ուժերում կարող է զգալիորեն նպաստել անօթաչու թռչող սարքերի զորքերի մարտական հնարավորությունների բարձրացմանը, ինչպես նաև պայմանական մարտական գործողությունների արագ փոփոխվող իրավիճակներում աջակցի հրամանատարությանը կայացնելու առավել նպատակային ու ճշգրիտ որոշումներ։ Հաջորդը Դավարո ընկերության հայրենական արտադրության հետախուզահարվածային DEV 11 անօթաչուն է։ Այս սարքի նպատակն է հայտնաբերել թեթև զրահապատ եւ ոչ զրահապատ տեխնիկաներն ու ոչնչացնել դրանք։ Զարգացնում է 97 կմ/ժ արագություն եւ ունակ է խնդիր կատարել մինչեւ 50 կմ շարավով։ Օթում են Su-30 SM բազմաֆունկցիոնալ կերձայնային կործանի ճգնաթիռները, ավիացիայի պետ մարտական ծառայության մեդալակիր գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ։ Համալրված են փոքր եւ միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող Սավառնով ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար, առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանուշանի ասպետ, գնդապետ Սամվել Թավադյանի ղեկավարությամբ։ Ինքնաթիռները նախատեսված են հիմնականում ցերեկային պայմաններում ցամաքային զորքերին մարտի դաշտում անմիջական կրակային աջակցության համար։ Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Զորահանդեսի ժամանակ հայտարարել է վարչապետը։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու եւ զարգացնելու համար։ Խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 18 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920-ին իրար հետևից կորցրին այդ անկախությունը։ Այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթն ու որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում, եւ այսօր մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների
հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է. բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայինորեն տարածքից դուրս բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս։ Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Այսօրվա զորահանդես հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա և ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։ Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր ու առաջնորդ իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ ԱՄՆ նախագահն է սոցհարթակում գրել և հայտարարել, որ վարչապետը կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված իր տեսլականը։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին հիմք կդնեն Թրամփի ուղիղ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծին, որը կվերափոխի
փոխի Հարավային Կովկասը եւ մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Այս պատճառները հաշվի առնելով Նիկոլն ունի իմ լիակատար եւ ամբողջական աջակցությունը 2026-ի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Հայաստանը կրկին ավելի հզոր դարձնենք, գրել է Թրամփը։ Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ համատեքստում ԵԱՏՄ-ից դուրս գալ չգալու, գազի գնի հնարավոր փոփոխության TRIP նախագծի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարությունը մնում է նույնը։ Ռուս գործընկերների հետ հանգիստ առանց նյարդիկ աշխատեն եւ բոլոր խնդիրները կլուծեն։ ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում եւ ելի ասում եմ մենք առանց նյարդի գործընկերային հանդարտ աշխատելու ենք եւ բոլոր հարցերը լուծենք։ Ես ձեզ կարող եմ մի բան ասել, որ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։ Այդ հնարավորությունների անկյունակարը եւ առածքը TRIP նախագիծն է, եթե դուք այսօր առավոտյան տեսել եք նախագահ Թրամփի գրառումը, դուք նկատած կլինեիք, որ արևելք-արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին TRIP նախագիծը գոնե Միացյալ Նահանգների տեսլականով եւ տրամաբանությամբ ունի առանցքային նշանակություն։ Իսկ Միացյալ Նահանգները էներգակիրների ամենամեծ սպառողներից է աշխարհում եւ միայն այդ տրանզիտի հնարավորությունները լիուլի բավարար են Հայաստանի բոլոր կարիքները հոգալու համար։ Էլ չեմ ասում, մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ իհեճուկս բոլոր դժվարությունների եւ խնդիրների այս ընթացքում վստահաբար ասում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետեւ մենք մեր պայմանավորվածություններին եւ մեր պատկերացումներին համապատասխան ենք գործել, միևնույն ժամանակ կարողանալով ի վիճակի լինելով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դա տեղի ունենում մի բանի շնորհիվ։ Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ եւ ուղիղ անկեղծ մեր դիրքորոշումներ ներկայացնում ենք եւ շնորհակալ ենք նաեւ նրանց, որ ըմբռնումով են վերաբերվում մեր առանձնահատկություններին եւ սոցիալ-հոգեբանական եւ մենթալիտետային առանձնահատկություններին եւ պատմական առանձնահատկություններին։ Փաշինյանն արձագանքել է նաև ընդդիմադիրների հայտարարություններին, նշել, որ եւս մեկ դատական հայց է ներկայացնելու Սամվել Կարապետյանի դեմ։ Պատճառը շրջանառվող պնդումներն են, թե իբր Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հաստատել է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցվելու մասին լուրը։ Վարչապետն արձագանքել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե թող ապացուցեն, որ ինքը լրտես է։ Երեկվա Արմենիա հեռուստաընկերության տված հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300,000 ադրբեջանցի է վերադառնալու կամ գալու բնակեցնելու Հայաստան։ Ես այդ կապակցությամբ երրորդ հայցը կներկայացնեմ եւ կարծում եմ այս անգամ արդեն գործ ունենք հրապարակային հարցազրույցի հետ, առավել եւս ակնհայտ է, որ երրորդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը։ Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է իր բանի հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են։ Ինչ վերաբերվում է Պեռև առօրտին, Հայաստանը իր պահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ։ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրություններում կարող է հաղթել, ես այդ դրա վերաբերյալ ճիշտ ասած անիմաստ եմ հայտարարում, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել։ Այն մյուսները, որ ասում եք բանը, Ծառուկյանը ասում ապացուցի, որ շպիոն է։ Շպիոնին օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ մատ խելքը գլուխը հավաքի։
Խելքդ գլուխդ հավաքել, ամեն քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվ։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Քարոզարշավը շարունակվում է 16 կուսակցություն 2 դաշինք են մասնակցում ընտրություններին, հիշեցնեմ Ալյանսն ինքնաբացարկ է հայտնել, 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է քարոզարշավը մայրաքաղաքում ու մարզերում։ Վարչապետի թեկնածուն Լևոն Շիրինյանն է։ Թիմը շփվել է քաղաքացիների հետ ներկայացրել ծրագրերը։ Ռեֆորմիստները եւս շրջում են մայրաքաղաքում ու մարզերում թռուցիկներ բաժանում ներկայացնում ծրագրերը։ Ցուցակում առաջինն են վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Ղեկավարի առաջին գործը վարչապետի թեկնածուն կադրային քաղաքականությունն է համարում։ Կադրային քաղաքականությունը, դա էլ կոչվում է կադրային քաղաքականություն, հիմքում է ղեկավարի առաջի գործը դա կադրային քաղաքականությունն է։ Եթե նա չի դիրապետում այդ օրենքների կադրային քաղաքականության, ուրեմն նա երբեք չի կարող կազմակերպել էֆեկտիվ ղեկավարում ու էֆեկտիվ աշխատանք։ Իսկ կադրային քաղաքականության հիմունքներից մեկն է որն է, ինքը պետք է անցած ճանապարհ լինի, կրթություն 1, փորձ ձեր բերած, ես պետք է աճեցնես փուլ առ փուլ, չես չի կարելի վերցնել փողոցից ու բերել նշանակել նախարար կամ վարչության պետ։ Ինքը պետք է կամաց անցնի։ Ես ձեզ ասեմ, բանակում այդ 20 թվին որ նախարար դարձա, խնդրի հետ ես առնչվեցի, որ պաշտոններ, բարձր պաշտոններ զբաղեցնելու համար այն նախորդող պաշտոններում չկային մարդիկ, որոնց ես կարող եի նշանակել։ Եվ ես ստիպված հրաման եմ արձակել, որ գնդի հրամանատար չի կարելի նշանակել, եթե չի ավարտել ռազմական ուչիլիշիա եւ ակադեմիա։ Ես ստիպված մարդկանց բերել եմ խախտելով կադրային քաղաքականության սկզբունքները, թռիչքով մի տեղից, բայց կարճ ժամկետով ինքը պիտի ծառայեր, որ գնար առաջ, որպեսզի մենք ունենանք կադրային ռեզերվ։ Դա էլ ղեկավարի սկզբունքն է, որ ինքը պիտի միշտ ունենա, կոչվում է դա պլան, ծրագիր կադրային, երբ որ դու սա գնաց արձակուրդ, սա գնաց ակադեմիա, սա գնաց, դու բերում ես այս մարդը, պիտի պլան լինի, չունենք մենք այդ մշակույթը։ Ծրագրի 9 կետերն է առանձնացնում Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը։ Ընտրացուցակում 9-րդն են։ Կուսակցության թիմը շրջում է քաղաքում շփվում մարդկանց հետ։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն։ Հանրապետության հռչակում, անվճար տրանսպորտ, ինքահարկի զրոյացում, ազատ էկոնոմիկական գոտի, վաուչերային սեփականությունների պետականացում, Արցախի եւ Նախիջևանի ազատագրում առանց հայ զինվորի արյան, պահանջատիրություն, երկպալատանի խորհրդարան, կենսաթոշակների բարձրացում,
Կարգին երկիր կառուցելու կարգախոսով քարոզարշավը շարունակում է նոր ուժը։ Վարչապետի թեկնածուն Հայկ Մանուկյանն է։ Թեկնածուն ներկայացրել է, թե ինչու պետք է հենց իրենց ընտրեն։ Մենք այո, ոչ նախկին իշխանություն ենք, ոչ ներկա իշխանություն, որպես այդպիսին, եւ մեր քաղաքացիներին պետք է ալտերնատիվ տաս, որ իրենք կարողանան ընտրություն կատարել, դա մենք ենք։ Նաեւ մեր թիմը դա հեղափոխական թիմն է, որը այնուամենայնիվ մնացել է իր սկզբունքներին, այսինքն 18 թվականին ժողովուրդը ինչ էր պահանջում էր արդարություն, պահանջում էր հավասարություն, չէ, օրենքի առաջ, որ բոլոր հավասար լինեն, կոռուպցիայի կանխարգելում եւ ընդհանրապես վերացում, այդ ամեն ինչը մենք մեզ մեջ կրում ենք նույնպես եւ ուզում ենք շարունակենք, որովհետեւ այդ պահանջը կար, բայց այդ պահանջը մնացել է օդում, չի իրականացել։ Դե իհարկե նաեւ ներկայացնում ենք իդեաներ, ինչպես դուք ասացիք, որը մարդկանց հետաքրում են եւ իրենք նաեւ այդ սկզբունքների եւ իդեաների համար պատրաստ են իրենց ձայնը տալ։ Դոկ կուսակցությունը շարունակում է քարոզարշավը։ Վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է, որը Միացյալ Նահանգներում է։ Կուսակցության նախընտրական շտաբի պետ փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է արել։ Երբևէ մտածել եք, թե ինչու է հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը այսօր հայտնվել ծնկի իջած վիճակում։ Ասեմ, ոչ այն պատճառով, որ փոքրաթիվ ազգ է, որ շատ արտաքին վայրակ թշնամիներ է ունեցել, այլ այն ողբալի պատճառով, որ առավելապես ներսից է քանդվելու քայքայվել։ Ազգերը դրսի ուժերից չեն կործանվում, եթե իրենց ներսում անսասան ու ամուր է հավատը, պատվախնդրությունը, միասնությունը եւ պատասխանատվությունը երկիր հայրենիի առջև։ Հայ ժողովրդի ողբերգությունները մեծամասամբ սկսվել են այն պահից, երբ շատերը սեփական կամ կուսակցական շահը վեր են դասել հայրենիքի շահերից, երբ պաշտոնը դարձել է առևտրի ապրանք, երբ վաճառվել է խիղճը, երբ լռությունը դարձել է դավաճանության հանցակից։ Իսկ դավաճանությունը միայն սահմաններ հանձնելը չէ, եղկելի դավաճանություն է ժողովրդի վստահությունը վաճառելը, երկրի պետականության հիմքերը խարխլելը, ընտրողին նվաստացնելը, արդարադատությունը խեղաթյուրելը, օրենքը շրջանցելով գործարար դառնալը եւ հանուն միայն անձնական բարեկեցության պետությունը օտարների շահերի սպասարկու դարձնելը։ Պետությունը չի կարող գոյատևել, երբ դավաճանը ազատություն է վայելում, իսկ ազնիվ մարդը ապրում է աղքատ եւ վախի մթնոլորտում։ Արևմտամետներն ու ռուսամետները պառակտում են մեր երկիրը։ Հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի սեփական ճակատագրին եւ քվեարկի Հայաստանում միակ անկախական ուժի Հայ ազգային կոնգրեսի օգտին։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է հայտարարել։ Ընտրացուցակում 10-րդն են, թիմը շրջում է մայրաքաղաքում ու մարզերում, ներկայացնում ծրագրերի կարևոր դրույթները։ Մենք հանդիպելով Ագարակի եւ Մեղրի բնակիչների հետ հիմնականում շեշտադրումը կատարում ենք հենց մեր ամենակարևոր այդ պրոյեկտի վրա, այդ ստրատեգիական գործիքի վրա, որը պետք է ապահովի մեր ինքնիշխան խաղաղությունը, դա Հայաստանը Իրանին ուղիղ կապող երկաթուղու կառուցումն է, եւ դուք հասկանում եք, որ ըստ էության այդ երկաթուղին հենց Ագարակով դուսագալու դեպի Իրան, այսինքն Ագարակը դառնում է ոնց որ դարպասը, որը միացնում է իրար Իրանն ու Հայաստանը, եւ մենք նաեւ դրա մասին ենք խոսում, որ այսօր ագարակցիները ըստ էության ամբողջությամբ կախված են Զանգեզուրի պղենձա մոլիբդենային կոմբինատի այդ գործունեությունից, այսինքն բացարձակ ոչ մի դիվերսիֆիկացիա չկա, միակ բանն է, միակ
աշխատանք տվող հիմնարկությունն է, բայց եթե մենք իրականացնում ենք մեր պրոյեկտը, ագարակը դառնում է շատ խոշոր, կարևորագույն հանգույց։ Ընտրացուցակում 4-րդն է շնորհապետական կուսակցությունը։ Թիմն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում էր։ Լրագրողների հետ զրույցում վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը բազմիցս հայտարարել է, որ նախկիններին եւ ներկաներին մերժելու են, նրանց չեն միանալու, բացառում է կոալիցիայի ձևաչափ։ Իր սկզբունքներն ավելի թանկ են, քան աթոռը, պայքարն աթոռակռվի համար չէ, ասում է Սիմոնյանը։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը որպես մաքուր եւ ոչ ապականված քաղաքական ուժ ներկա է քաղաքական գործընթացներում, արդեն անցել է իմ քաղաքական հայտարարությունից, երբ որ մուտք գործեցի քաղաքականություն 2 տարի, մենք մասնակցում ենք համապետական ընտրություններին եւ այս առումով ուզում եմ ասել, որ մեր խոսքը, որը տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, կուռ է լինելու։ Մենք իբրև մաքուր այլընտրանքային ուժ չենք միանալու ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ նրանց արբանյակ սպասարկող քաղաքական ուժերին։ Հետևաբար, սիրելիներ, իմացեք, որ ամենաանելանելի իրավիճակում անգամ խենթերը իրենց ճանապարհը հարթում են։ Մենք հայտարարում ենք, որ որևէ մեկ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվե է տալիս Հայաստանի շնորհապետական կուսակցությանը Գուրգեն Սիմոնյանի առաջնորդությամբ եւ մենք տեր ենք կանգնելու այդ քվեներին։ Այսինքն, եթե մենք խոստանանք այլ բան եւ անենք հակառակ մի բան, ստացվում է մենք կարձանագրենք մեր քաղաքական վախճանը, իսկ իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ մի կյանք, դուրս եմ եկել մի ընտանիքից եւ այն ձեռբերումները, որ ունեցել եմ, նրա համար չի, որ կարճաժամկետ քաղաքական կյանք ունենանք ու դեռևս քաղաքական գործընթացներում նոր առաջացած միանգամից մեր վախճանը կնքենք։ Այսինքն դուք նախընտրում եք փոքրամասնությամբ ընդդիմություն լինել, այսպես ասած, գործող իշխանություններին ընտրված 7-ից հետո։ Մենք նախընտրում ենք հաղթել եւ գնալու ենք հաղթանակին։ Եթե չի ստացվում, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 3 կարգավիճակին էլ պատրաստ է եւ արտախորհրդանական ուժ լինելուն, եւ խորհրդարան անցնելուն փոքր քվեներով եւ հաղթանակին։ Ընդդիմափոխություն, իշխանափոխություն, ապա հայկական պետության ձևավորում։ Սա ժողովրդավարական համախմբում կուսակցության քայլերի հաջորդականությունն է։ Ընտրացուցակում 14-րդն են։ Վարչապետի թեկնածուն Սուրեն Պետրոսյանն է։ Թիմը շրջել է մայրաքաղաքում ու մարզերում ներկայացրել ծրագրերը։ Կուսակցությունը բացառում է, որ կոալիցիա կկազմի իշխանության կամ պարլամենտական ընդդիմադիր այլ ուժերի հետ։ Դուք եք կողմը արդարը հարթի, թե չէ։ Կարծիք բան կա, ոնց որ Արարատը մեջքով շրջված լինի իրանց, այդտենց մի զգացողություն է։ Սիրուն կողմը դեպի մեզ է, դեմքով դեպի մեզ է, ու մեջքով շրջված է դեպի իրանց։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԵԱՏՄ-ում եւ այլ միավորումներում Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջազգային գործերում կառուցողական փոխգործակցության օրինակ է ծառայում մեր համատեղ աշխատանքը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, BRICS-ում եւ ՄԱԿ-ում, Կասպիան հնգյակում, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա ձևաչափով, ասել է Պուտինը ռուս-ղազախական բանակցությունների ընթացքում։ Ռուսաստանի առաջնորդը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Աստանայում Ռուսաստանի պետության ղեկավարին ուղեկցում է ավելի քան 30 հոգանոց պատվիրակություն, այդ թվում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև 9 դաշնային նախարարներ։ Եվրամիության դիվանագիտական կորպուսը չի պատրաստվում լքել Կիևը։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Պատասխանելով հարցին, Ռուսաստանը սպառնացել է Եվրոպային եւ Ուկրաինային, նշելով, որ դիվանագիտական անձնակազմը պետք է լքի Կիևը։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունն իր հերթին արձագանքել է Կալասի այս հայտարարությանը, նշելով, որ դեսպանատունը բաց է։ Այս մասին նշված է դեսպանության սոցցանցային էջերում։ Մայիսի 25-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր Ուկրաինայում որոշումների կայացման առանցքային կենտրոններին հարվածելու մտադրության մասին, կոչ անելով օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորինս շուտ լքել Կիևը։
Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ։ Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին եւ ԱԹՍ-ների ոլորտում ԱՄՆ-ի հետ հնարավոր համատեղ նախագծերին։ Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային, թեև հասկանում ենք, որ հիմա ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա, շեշտել է Զելենսկին։ Նա նաև հաստատել է, որ նամակ է հղել ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին, ահազանգելով Ուկրաինայում հոբ համակարգերի պակասի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Շվեդիա, Ուկրաինայի համար լայնածավալ պաշտպանական փաթեթը քննարկելու եւ Գրայփն կործանիչների վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այցը երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարևոր պահերից մեկն է։ Նախագահը այս մասին հայտարարել է X-ի իր էջում։ Այսօր Շվեդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մենք պատրաստում ենք Ուկրաինայի համար լայնածավալ պաշտպանական փաթեթ եւ Գրայփն կործանիչների վերաբերյալ ուժեղ քայլ, որը անշուշտ մեր մարտական ավիացիան ավելի արդյունավետ կդարձնի, նշել է Զելենսկին։ Նախագահի խոսքով նախատեսված են հանդիպումներ Շվեդիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ամրապնդեն համագործակցությունը եւ բարձրացնեն Ուկրաինայի պաշտպանական կարողությունները։ Ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է փոխի նոր երկրների անդամակցության համակարգը, որպեսզի Ուկրաինան կարողանա ավելի արագ մուտք գործել համայնք։ Եթե երբևէ եղել է հարմար ժամանակ ընդլայնումը արագացնելու համար, ապա դա հենց հիմա է, նշել է Կոսը։ Եվրահանձնակատարը հավելել է, որ ընդլայնման գործընթացը մինչև վերջ հասցնելը գլխավոր առաջնահերթություն է։ Եվրահանձնակատարը հայտնել է, որ զրուցել է մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, եւ նրանք ցանկանում են արժանինքների վրա հիմնված սկզբունքները համադրել աստիճանական ինտեգրման ավելի մեծ հնարավորությունների հետ։ Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ընդունեց Նորվեգիայի թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյոերին։ Ֆրանսիան եւ Նորվեգիան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Երկու երկրների առաջնորդները Էմանուել Մակրոնը եւ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել են, որ Օսլոն կմիանա Փարիզի գլխավորած միջուկային զսպման ծրագրին Եվրոպայում անվտանգության ամրապնդման նպատակով։ Սրանից հետևում է, որ Նորվեգիայի վրա հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել Ֆրանսիայի կողմից պատասխան միջուկային գործողությունների։ Նորվեգիայի վարչապետի խոսքով խաղաղ ժամանակ երկրում միջուկային զենք չի տեղակայվի։ Ստյորեն նաև ընդգծել է, որ պայմանագիրը թույլ կտա երկրին ապահովել օպերատիվ եւ համակարգված արձագանք սպառնալիքների առաջացման դեպքում։ Մարտին Մակրոնը ներկայացրել էր մի ծրագիր, որի շրջանակներում Ֆրանսիան, որպես Եվրամիության միակ միջուկային տերություն, կօգտագործի իր միջուկային արսենալը մայրցամաքում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի հարավում, ինչպես նաև Օմանին ուղղված Վաշինգտոնի սպառնալիքները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար։ Նա նաև ընդգծել է Թեհրանի վճռականությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր պաշտպանության համար։ Էսմայիլ Բաղայի խոսքով Օմանին ուղղված սպառնալիքը, որը միշտ կառուցողական եւ արդյունավետ դեր է խաղացել խաղաղության եւ անվտանգության հարցերում, երկար տարիներ միջնորդի դեր կատարելով դիվանագիտական գործընթացում, միջազգային հարաբերություններում իրավունքի խախտման նորմալացման վտանգավոր նշան է։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում մայիսի 29-ին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ եւ օդի ջերմաստիճանի նվազում 8-ից 10 նիշով։ Մայիսի 31-ից հունիսի 1 նկատ ժամանակահատվածում տեղումները կրկին կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։